մենք մեր երկրի եւ մեր սոցիալական կամ բարեկեցության քաղաքականությունների զարգացման այնպիսի փուլում ենք, որը մեզ դրթում է մտածել ավելի լայն եւ բարեկեցություն տերմինը ավելի ընդգրկուն է, քան թե պարզապես սոցիալական հարցերը եւ ընդհանրապես աշխարհում հիմա այդպիսի տենդենց կա, շատ երկրներում կան բարեկեցության կամ աշխատանքի եւ բարեկեցության նախարարություններ, որը եւ ներառում է սոցիալական հարցերի նախարարության ամբողջ օրակարգը, այսինքն այդ առումով որևէ բան չի փոխվելու, մեր քաղաքացիներն էլ կարող են հանգիստ լինել այն բոլոր ծառայությունները, որոնք որ մատուցվել են, շարունակելու են մատուցել, բայց մենք ավելի ընդգրկուն ենք նայելու հարցերին, որպես մարդկային բարեկեցությունը մի ամբողջություն, հա։ Եվ այդ առաջարկը կարծես թե հավանություն է արժանացել մեր գործընկերների կողմից եւ հավանաբար մոտ ժամանակներս կվերանվանենք նաեւ ցույց տալով աշխատանքի եւ բարեկեցության կապը, որտեղ մենք բոլորս ձգտում ենք բարեկեցության, բայց միշտ չի որ հասկանում ենք, որ դրան հնարավոր է հասնել աշխատանքի միջոցով կամ մեծամասամբ աշխատանքի միջոցով եւ իհարկե կլինեն քաղաքացիներ, որոնց պետք է աջակցել եւ դա մենք անում ենք եւ անելու ենք եւ ընդլայնում ենք այդ ծառայությունները, որոնք որ վերաբերում են մեր քաղաքացիներին, որոնք աշխատունակության հետ կապված սահմանափակումներ ունեն, բայց մեծամասնությունը բնակչության եւ մենք բոլորս փոքրից մեծ պետք է հասկանանք, որ աշխատանքն է բերում բարեկեցության, դա նաեւ որպես հաղորդագրություն, հա, մեր հասարակությանը եւ մեր հանրությանը, մեր մյուս գործընկերներին ու հավանաբար դա կանենք արդեն։ Բայց բովանդակության մեջ ինքը որևէ բան փոխելու է։ Դե անունը փոխվեց, բայց կառուցվածքի եւ աշխատանքի առումով կառուցվածքի եւ աշխատանքի առումով մենք հիմա էլ փոփոխություններ անում ենք, մեր կառուցվածքն ենք փոխել, նոր վարչություններ, նոր ծառայություններ, այսինքն դա նաեւ ընթացիկ աշխատանք է, դինամիկ գործ է, բայց նաեւ մեր մտածողությունն ենք փոխելու առաջին հերթին, մենք ինքներս որպես նախարարության աշխատակիցներ նաեւ մեր շահառուների մտածողությունն ենք փորձելու փոխել, ընդհանրապես մեր գործընկեր եւ ավելի ընդգրկուն ենք նայելու թեմաներին, հա, որտեղ հիմա մի դիսկրետ, այսինքն կոնկրետ սոցիալական հարց լուծելը բավարար չի այլևս, որ մարդը համարվի բարեկեցիկ եւ ամբողջության մեջ նայենք առողջապահական, կրթական, սոցիալական, այսինքն բոլոր հարցերը պետքա նայենք այդ ամբողջության մեջ եւ ըստ էության տենց համահունչ շարժվենք թե համաշխարհային տենդենսներին, թե մեր երկրի զարգացմանը, որտեղ մի բան կա, այտենց վատ կլիշե կա, հա, ստերեոտիպ, կարծրատիպ կա, որ մեր նախարարությունը այտենց սոցիալ նախարարություն է, հա, փոխբաժանող, նպաստավոր, չեմ ուզում ես ինքս կրկնեմ այդ վատ բաները, բայց նախարարությունը վաղուց արդեն զբաղվում է այնպիսի հարցերով, որոնք որ ոչ միայն փող բաժանելու հետ կապ չունեն, այլև խոցելի խմբերի հետ էլ կապ չունեն, ասենք բնակապահովման ծրագրեր ունենք, օրինակ 16 միլիոնների ծրագիրը, որ ժողովրդագրական ծրագիր է եւ ելի նպաստում է ընտանիքների բարեկեցությանը, հատկապես երեխա ունեցող ընտանիքների, ուրիշ երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրեր ունենք, շատ ծրագրեր ունենք եւ այդ առումով շատ կարեւոր է նաեւ համահունչ լինի անվանումը մեր ծրագրերին։ Լավ, պարոն Թորոսյան, հուլիսի 1-ից մարդկանց անապահովությունը փաստացի գնահատվելու է կամ գնահատվում է նոր ձևով։ Այն հին փարոս ասվածը չկա, որտեղ շատ խճճված բալային համակարգ կար, թե ինչ միավորներով մարդը ոնց կարող է դառնալ նպաստառու։ Հիմա հիմքում դրվել է այս համակարգի ընտանիքի մեկ անդամի, չափահաս անդամի եկամուտը։ Ինչ եւ ինչու եք փոխել ու ինչ է սա տալու։ Նախ ուզում եմ հատուկ շեշտել, որ այս համակարգը երկու մարզում, Կոտայքի եւ Սյունիքի մարզերում 1 տարուց ավել պիլոտավորվել է, այսինքն մենք ամբողջ Հայաստանում չի որ նոր է հուլիսի 1-ից սկսվում, միայն մնացած բոլոր մարզերում եւ Երևան քաղաքում, Կոտայքում եւ Սյունիքում այն արդեն գործել է եւ այնպես չէ որ փարոսը 1 օրում չկա, բայց 1 տարի հետո այլևս չի լինելու։ Ինչու՞, որտեվ երբ որ գալիս է որևէ ընտանիքի գնահատման հերթական փուլը, իսկ գնահատումը տեղի ունի տարեկան 1 անգամ, արդեն գնահատումը տեղի ունի նոր համակարգով, որը այո, ինչպես արդարացիորեն նշում եք, հիմնված է հիմնականում, բայց ոչ միայն ընտանիքի անդամների եկամտի վրա, մեկ ընտանիքի մեկ անդամի հաշվով, բայց այնտեղ կան նաև գործակիցներ, որովհետև կան ընտանիքի անդամներ, որոնք որ ավելի շատ ակնհայտորեն սպառում կիրականացնեն իրենց այս կամ այն կարգավիճակով կան ավելի քիչ սպառում եւ այդ
տարբերությունը, հա, մուտքերի եւ ելքերի կանխորոշում է ընտանիքը կարիք ունի հավելյալ աջակցության, թե չէ։ Նաեւ կանխորոշում է աջակցության չափը, որովհետեւ Փարոս համակարգը ինքնին շատ ստատիկ համակարգ էր, ֆիքսված մոտավորապես անապահովության այդ նպաստով, հա, որի միջինը 29000 դրամ էր, որը կարող ենք փաստել, որ մերօրյա ժամանակներում որևէ էական բան չէր կարող փոխել ընտանիքի կյանքում, իսկ նոր համակարգում Կոտայքի Ուսյունիքի մարզերի օրինակով միջին չափը 80000 դրամ է նպաստի, իսկ առավելագույն չափ մենք ունենք մինչև 280000 դրամ, դրանք շատ մեծ ընտանիքներն են, քիչ եկամուտով, հա։ Բայց այդտեղ կան նաև կանգ ստոպ ֆակտորներ կամ կանգ գործոններ, հա, այսպես ասած, երբ որ ընտանիքը նույնիսկ չել հասնի այդ գնահատման մակարդակին, որտեղ ունի այս կամ այն օրինակ գույքը կամ շարժական կամ անշարժ, որը նշանակելու է, որ ինքը այնուամենայնիվ բարեկեցության ինչ որ մի մակարդակ ունի եւ կնան իհարկե ընտանիքներ, որոնք չեն ունենա այդ ամեն ինչը, կստանան իրենց նպաստը։ Սահմանային շեմ կա։ Ընդ ուրիշ ձև է, շեմերով չի, այդ գործակիցներով է եւ գումարով է նպաստների, այսինքն եկամուտների գործակիցներով է, հիմա չեմ ուզենա ես էլ մտնեմ այդ խճճեմ ավելի, բայց նաեւ այս համակարգի ամբողջ իմաստը մարդկանց դրթելն է աշխատելու, ոչ թե հակառակը Փարոսի նման, երբ որ մարդ միանգամից աշխատում էր, կտրվում էր Փարոսից, մենք այս դեպքում եթե քաղաքացին նպաստառու է, այսպես ասած, ու սկսում է աշխատանք կամ բացում է ձեռնարկատիրություն ասում ենք, էական չի, չէ, այս դեպքում պետության կողմից առաջարկվող աշխատանքով են աշխատում, թե մեկ այլ աշխատանք, կարևորը գրանցված աշխատող լինելն է։ 1 տարի դեռ շարունակելու է ստանալ նպաստը, ի տարբերություն Փարոսի, որ միանգամից կտրվում էր, բայց նաև կա հակառակը, երբ որ մենք իրան աշխատանք ենք առաջարկելու ու ինքը չի համաձայնվելու այդ աշխատանքը կատարել, այդ թվում պետության կողմից առաջարկվողը, ապա նրան վերագրվելու է եկամուտ։ Այսինքն մարդ պետք է, եթե աշխատունակ է, պիտի աշխատի։ Եթե չաշխատի, եթե մարդուն օրինակ հարմար չի պետության կողմից առաջարկվող աշխատանքը եւ այլ աշխատանք էլ չի կարողանում գտնել այդ դեպքում, պարտադիր է որ ինքը ունենա եկամուտ։ Կարող է եկամուտ չունենա, չի ուզում։ Ունի եկամուտ, ասում եմ վերագրվում է եկամուտ եւ հարմար չլինելը, գիտեք, այդքան էլ ճիշտ տերմին չի, երբ որ դու չունես աշխատանք եւ պետությունից ակնկալում ես նպաստ։ Մեր իրականության մեջ այնքան մարդ կա, որ ասում է այս աշխատանքը ընդհանրապես եթե հարմար չի, ուրեմն ճակերտներում իմ հակով չէ։ Եթե նա հարմար չի, ուրեմն նպաստ չպետք է ստանա այդ քաղաքացին, նշանակում է ինքը չի ուզում աշխատել։ Ես դրա մասն եմ ասում, որ այս համակարգը դրթում է քաղաքացիներին աշխատել եւ մեր խոսակցության առաջին մասը, որը աշխատանքի եւ բարեկեցության մասին է, հենց սրան է վերաբերում, որ առանց աշխատանքի չկա բարեկեցություն, եթե դու աշխատունակ ես։ Եթե աշխատունակ չես, իհարկե պետությունը պետք է քեզ մասին հոգ տանի, ծառայություններ մատուցի, նպաստ տա, աջակցող միջոցներ տա եւ այլն եւ այդպես շարունակ։ Մեկ միասնական նպաստ է լինելու, երկու կարծես թե նպաստ միացվելու ընտանեկան սոցիալական, դա ինչու է ընտանեկան եւ սոցիալական, ընտանեկանը դա երեխա ունեցող ընտանիքներին էր վերաբերում, սոցիալականը տարեց մեր քաղաքացիներին, հիմա կոչվելու է պարզապես անապահովության նպաստ, որտեղ ընտանիքը գնահատվելու է որպես ամբողջություն եւ ամեն ընտանիքի անդամ ունենալու է իր կշիռը գնահատման մեջ, բայց մի տեսակի նպաստ են, բայց տարբեր չափերի, շատ տարբեր։ Կարող է նույնիսկ 5000 դրամ լինի մեկի նպաստը, մյուսինը 250000 դրամ։ Պարոն Թովսյան, նախկինում հաստատ կհամաձայնեք, որ կային դեպքեր, գուցե շատ չէին, բայց ամեն դեպքում գնահատում ես չեմ անի, բայց կային դեպքեր, երբ մարդիկ ստանում էին նպաստներ, որոնք բացարձակ կարիք չունեին նպաստ ստանալու։ Հիմա նոր համակարգը արդյոք ունի մեխանիզմներ թույլ չտալու նման դեպքեր։ Ես տեսեք, նախ եկեք անկեղծ լինենք, այդպիսի շատ դեպքեր կային եւ կան մինչ օրս, թվեր չարտասանեմ, չարտաբերեմ, բայց մենք նույնիսկ համայնքից համայնք կարող ենք զգալ այդ տարբերությունը, որտեղ մոտավորապես նույն համայնքներում օրինակ տարբեր թվեր են լինում։ Եվ մարդիկ այն օրը ես գավառում էի, մեր քաղաքացիներից մեկը մի հետաքրքիր բան ասաց Փարոս համակարգը վերջ դրեց անասնապահությանը մեր համայնքում, ասում եմ ինչի, ասում եմ որտեղ մարդիկ իրենց անասուններին պարզապես մորթում էին, որ Փարոս ստանան, որպեսզի Փարոս ստանան, դա ես շատ ավելի վատ դեպք կարող եմ ասել, էլի քաղաքացուց լսած, պարոն Թորոսյան, հետեւյալի մասին, որ իրենց ամսվա 1 ամսվա օրինակ Փարոսը կարող էին տրամադրել աշխատակցին, որպեսզի շարունակեին որպեսզի շարունակեին ստանալ, բայց իրենք ունեին եւ գույք, ավտոմեքենա, աշխատող մարդիկ եւ մի քանի տեղից եկած, կարիք չունեին, բայց դրա համար այս նոր համակարգը առավել թափանցիկ եւ արդար է եւ հաշվի առնում նաեւ գույքը, մեքենան, մնացած գործոնները, բայց իհարկե մենք տեսել ենք նաեւ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, որ մարդիկ այնուամենայնիվ փորձում են
զարտուղի ճանապարհներ գտնել իրենց նպաստի իրավունքը վերականգնելու, հա, այսպես ասած համար, բայց դրա համար է գործում այն իմաստած մյուս մեխանիզմ, եթե նույնիսկ համակարգը չկարողանա, հա, որտեղ մարդու գործոնը հանված է պրակտիկորեն եւ դիմումներն են թվային եւ պատասխաններն են թվային, նույնիսկ եթե նշանակվի, բայց հասանելի չլինի, իրան առաջարկվելու աշխատանքով, աշխատանքից հրաժարվելով է ինքը դուրս գալու համակարգից։ Լավ, այլ հարցի գալով ծնողական ժամ կարգավորում, սա հուլիսի 10-ից է ուժի մեջ մտել, սա իմիջիալից միանշանակ չի ընդունվել, ասեմ ինչու, պարոն Թորոսյան, որովհետև ինքը իրականում կարող է գործնական առավելություններ ունի, որ թույլ է տալիս ծնողներին հնարավորինս գոնե աշխատանքից ինչ-որ մի պահ կտրվել եւ զբաղվել իրենց երեխայով, բայց միևնույն ժամանակ ասում են նաեւ, որ ձևական կողմեր կան այս ամենի մեջ, ինչու, որովհետեւ եթե սխալ եմ ուղեք, սա համաձայնությամբ է, սա օրենքի պարտադրանք չէ, գործատուների։ Այսինքն գործատուները վերաբերում է միայն ժամի հատվածին, որ ժամին դա տեղի ունենա։ Հա, բայց այսինքն գործատուները պարտավոր են։ Այո, համաձայնությունը վերաբերում է հետեւյալին, որ դուք համաձայնվում եք, որ օրինակ առավոտյան ես կես ժամ կամ մի ժամ ուշ գալու, կամ երեկոյան ես կես ժամ կամ մի ժամ ուշ շուտ գնալու, կամ ընդմիջման ժամը ես կես ժամով կամ մի ժամով նա այսքանի երեխա ունես երկարացնելու։ Ես ուզում եմ առիթը օգտագործելով ասել, որ այս առաջարկը եկել է քաղաքացիներից մեր, եւ մենք դիտարկել ենք այն, նաեւ ուսումնասիրել ենք միջազգային փորձը, ու նաեւ համադրել ենք մեր ժողովրդագրական եւ զբաղվածության, հա, ռազմավարությունների հետ, որտեվ մեզ անհրաժեշտ են նաեւ շատ երեխաներ, հա, բայց երեխաներով պետք է նաեւ զբաղվել, ծնողները հաճախ չեն հասցնում զբաղվել, մենք գիտենք նաեւ տարբեր հաստատությունների աշխատանքի ժամերը, դպրոցների, մանկապարտեզների, որ միշտ չի որ 9-ից 6-ն է եւ այստեղ կար նաեւ այդ բանը միշտ գործատուից խնդրելու, որտեվ չես կարող երեխայի թողնել, հա, փողոցում, այսպես ասած։ Հիմա կարծես թե իրավունքի մակարդակի ենք բարձրացնում, ֆորմալացնում ենք այդ ամեն ինչը եւ այո գործատուները չեն կարող մերժել քաղաքացիներին օգտվել ծնողական ժամից, եթե դա իրենց աշխատավարձերի վրա ազդել է, թե չի ազդել։ Դա աշխատավարձերը չի ազդում, դա նաեւ գրված է կարգավորման մեջ, այսինքն այդ ժամանակը, որը գործատուն չի աշխատակիցը չի լինելու աշխատանքի վայրում, պետք է համարվի ամբողջական աշխատաժամանակ։ Սա կարծում եք իրականության մեջ կիրառելի կլինի, թե կարող է նաեւ ձևական թղթի վրա մնալ։ Կլինեն իհարկե գործատուներ, որ կփորձեն չտալ, հա, այդ իրավունքը։ Օրինակ մասնավոր հատվածում գուցե պետականում շատ ավելի շատ են հետևում օրենքի տարին, բայց մասնավոր հատվածում գիտենք կան աշխատատեղեր, որտեղ հերթափոխերով են եւ գործատուն միգուցե անհարմարություն զգա այդ գործը։ Դե անհարմարությունը պետք է լուծել այլ աշխատակիցներ ներգրավելով, եթե դրա անհրաժեշտությունը կա, ես ինչ եմ ուզում ասեի։ Իհարկե աշխատանքային օրենսգրքի բոլոր իրավունքները չի որ 100% հիմա պահպանվում են, օրինակ հիմա կարող են բերել, օրինակ արձակուրդ չեն տալիս շատ գործատուներ կամ ֆիկտիվ են, հա, տալիս, ասում են կգրեմ, բայց կգաս կաշխատես, բայց մենք պետքա զարգանալով նաև մեր վարչահարական գործիքները ուժեղացնելով հասնենք նրան, որ մարդկանց իրավունքը ապահովվի օրենքով ամրագրված։ Դրա համար անհրաժեշտ է նաև որ մարդիկ ավելի համարձակ լինեն, դրա համար անհրաժեշտ է որ նաև մարդիկ արմիություններում համախմբվեն, որտեղ արմիությունները կկարողանան դա բարձրաձայնել, բայց գործատուներն էլ հակված կլինեն հակառակին եւ այդ պայքարի արդյունքում պետք է մենք ավելի լավ, հա, ավելի պաշտպանված աշխատաշուկայով կամ աշխատակցով հասարակություն դառնանք։ Դա միանգամից չի լինի, բայց մենք պետք է գնանք այդ ուղղությամբ, ոչ թե հակառակը, ասենք որ աշխատողը ընդհանրապես իրավունք չունի, միայն գործատուն ունի իրավունքներ եւ աշխատողները պետք է տենց բերանները փակ, սուս-փուս աշխատեն։ Ասել որ ամեն ինչ լավ է այդ առումով ճիշտ չի լինի, բայց ասել որ առաջընթացել չկա, դա էլ ճիշտ չի լինի։ Ես ինքս եմ լսում շատ հիմա անուններ չտամ գործատուների, մեզ գալի շնորհակալություն են հայտնում մեր իշխանությանը, հա, ասենք վերջի տարիների այդ մեր վարած քաղաքականություն, ասում են գիտեք, մեզ նախկինում արձակուրդ չեն տալի, հիմա ասում են շնորհակալ ենք ձեզ, ասում եմ ինչի համար եք մեզ շնորհակալ, ասում եմ դե մեզ արձակուրդ են տալի, ասում եմ այսինքն ես ինչ կապ ունեմ ձեր արձակուրդի հետ, ասում եմ դե որ դուք չլինեիք, մեր գործատուն ժամանակին մեզ ընդհանրապես արձակուրդ չէ տալի, ոչ է գրանցած էր պահում որպես ֆորմալ աշխատող, ես ոչ մի բանից չէի կարող օգտվել եկամտային հարկի վերադարձից, հիմա առողջության ապահովագրությունից, այսինքն դա process է, որ պիտի տեղի ունենա, ու մենք ինչքան գնանք, այնքան ավելի պաշտպանված աշխատակից պիտի Շատ լավ։ Դուք կուսակցության անդամ եք, հետեւաբար քաղաքական մի քանի հարց կան, որ կարող ենք ցես ուղղել այս պահին։
Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանից շարունակում են նախորդ օրը 3 հոգի արդեն падգամավորական մանդատից հրաժարումները։ Ես շատ եմ ցավում դրա համար, Դե մի ցավացեք, բայց ասացեք։ Սպասում իրանց հարցերին հարց ու պատասխանի ժամանակ, որ մի երկու հարցեր իրենք վերցել են մանդատներ, ուղղակի սպասվող անձինք, որոնք պիտի լինեին ազգային ժողովում, իրենց կարծես մանդատ պետք չէ, բայց մինչ այս վերջին 3 հրաժարումները, մինչև այդ էլ ցուցակի 100-ավոր, 100-ից ավելի տեխնացուներ կային, ովքեր ինքնաբացարկ էին ներկայացրել։ Ձեր կարծիքով ո՞ր է պատճառը։ Տեսեք, դե արհեստականորեն ստեղծված այդ թիմերը ինչ որ ոչ մի բանի շուրջ, այսինքն ակնհայտ է, որ իրանք ինչ որ անհայտ է ինչի շուրջ են հավաքվել կամ փողի շուրջ են հավաքվել, հա կամ սուտ խոստումների շուրջ են հավաքվել, ինչ որ մի փուլում հասկանում են, որ ոչ փողը կա, ոչ էլ սուտ խոստումը կա, խոստումը այլևս չկա, մի մասը վստահ եմ ինքնակամ հրաժարվել, այսինքն տենց մոտավորապես ես գնացի իմ գործերով, գնամ աշխատեմ իմ նախկին աշխատավայրում կամ ապագա աշխատավայրում, մյուս մասն երևի իրանք են ստիպել, որ դնեն, որտեղ վստահ չեն իրանց հավատարմության վրա, հատկապես երբ որ իրանք ընդդիմություն են, հա։ Ու այս մանդատաթափը, որը մենք այտենց կոչել ենք այդպես, հա, շատ հետաքրքիր է եւ եւս մեկ անգամ ցույց է տալի, թե իրանք ինչքան լուրջ են վերաբերում, այդ թվում իրանց կողմից ստացված քվեին, հա, քաղաքացիների կողմից իրանց տրված քվեին, որը տարօրինակ ասենք այդ կարևոր համարները վերևի համարներից էլ կան, էլի ինքնաբացարկներ, երրորդ համարը օրինակ։ Եվ որ օրինակ 100-րդ համարն է ինքնաբացարկ հայտնում մոտավորապես հասկանում ես դե երևի հա պլաններ չկա, չնայած կարա մնա հասկանում։ Սա իրենց գաղտնի պլանի մի մասն է եւ բացատրությունը թիմի կողմից այն է, որ իրենք ուզում են խորհրդարանական ամուր թիրախային թիմ ձևավորել, որպեսզի կարողանան խորհրդարանական պայքար իրականացնել։ Բայց այդ իմ ասածն է, այսինքն ամուրը որն է, այսինքն մյուս մարդիկ ամուր չէին, պատահական մարդիկ են հայտնվել իրանց ցուցակում, ի տարբերություն օրինակ մեր ցուցակի, որը կազմել էր մեր համաժողովը, եւ օրինակ եմ ուզում բերել, մենք էլ ունենք, չէ, 280 համար 280-ի մոտ տեխնացու ունենք, մեր տեխնացու ինչի ինքնաբացարկ չեն հայտնում, որտեղ միևնույնն է ակնհայտ է, չէ, որ ինչ էլ իշխանության թիմ եք։ Չէ, բայց ինքն է գիտի, որ չի անցնելու падգամավոր, ասենք մեր 250-րդ համարը, այստեղ վերաբերմունքի հարց կա, այդ տրված մանդատին ժողովրդի կողմից, թեև մի զգալի մասն էլ գնված ձայներով եւ այլ մեխանիզմներով կամ դրսից եկած քաղաքացիների քվեով, բայց այնուամենայնիվ դա վերաբերմունքի հարց է եւ նաեւ մի ուրիշ հարց էլ կա։ Այդ մանդատները դնողների մի զգալի մասը վախենում են պարզապես ազգային ժողովում հայտնվել, որտեղ պատասխան են ստանալու իրանց դատարկ խոսքերի, իրանց արտահայտությունների համար, որոնք բան են եղել, այտենց օթում կրակել են, էլի իրանք ժամանակին պարզապես կամերաների առաջ կամ Facebook-ում ստատուս գրել, հիմա երբ որ խոսեն, պատասխան են ստանալու, այդ պատասխանը դաժան ալելու, քաղաքական դաժան պատասխան են իրանք ստանալու։ Դուք կարծում եք չէին կարողանա ազգային ժողովում հակադարձել այդ պատասխանը։ Իհարկե չէին կարողանա։ Ունակ ունեին տենց մոնտաժով տասնյակ կտորներով վիդեոներ չէին սարքի առաջի համարի սկսած մյուս համարներով վերջացած, բայց շատ չմնաց։ 10 օրից կտեսնենք ինչքանով են իրանք ունակ քաղաքական բանավեճի։ Կան, որ նաև քաղաքական եւ իրավական ճնշումներն են պատճառը, որ այսպեսի բաներ տեղի ունեն։ Իրավական ճնշում, այսինքն երբ որ ընտրական շարք բաժանողին քրեական մեղադրանք են առաջարկում, դա քաղաքական ճնշում է, կամ այդ մանդատ դնողների կամ այդ մանդատ դնողների ճնշող մեծամասն անունազգանունները ոչ մեկին ոչինչ չեն ասում, այսինքն ինչի մասն է էլի խոսքը։ Մի ամբողջ թիմին եք ենթարկում քաղաքական ճնշման։ Գիտեք, քրեական հանցագործներին կամ հանցագործություն կատարած անձանց քրեական հետապնդման ենթարկելը դա քաղաքական ճնշում չի, երբեք ոչ միտեղ չի եղել, հակառակը մենք մեր ժողովրդի ստվար զանգվածի կողմից մեղադրվում ենք, որ ամբողջությամբ չեն կարողացել փակել ընտրակաշարք բաժանելու այդ process-ի դիմաց։ Դե պարոն Թորոսյան, հիմա էլ տեսեք, դատախազությունը նաև իրենց ցուցակի առաջին համարի հետևից է գնում։ Նարեկի Կարապետյան եւ ոչ միայն կան էլի մարդիկ, որոնք իրենց թիմից են եւ ասում են, սա քաղաքական բացահայտ ճնշում է։ Կեղծ իրավական գործերով, ձայնագրություններով դեռ պիտի ապացուցի, ասում որ ձայնագրությունները իրական են։ Մի հատ թաթերական լավ ձիրքով իրանք տեխնացու ունեն, որը նախորդ ազգային ժողովում էլ կար Հայաստան դաշինքից։ Ինքը տես լավ թաթերական ներկայացումներ է անում դատարանի դահլիճում, լրագրողների հետ, բայց երբ որ գալիս է ազգային ժողով, թռնում է,
ոնց որ անցյալ անգամ թռավ ազգային ժողովից, հիմա թող գա տենամ այս անգամ ոնց է կարողանալու այդ ամեն ինչը ասի, նայելով ժողովրդի եւ մեր դեմքին ընտրակաշարք բաժանողին ասի քաղաքական հետապնդման ենթարկված։ Մի հատ սպասում եմ այդ թե ասում են դատական օրին որևէ վճիռ չկա, որ ընտրակաշարքը բաժանվել է, որովհետեւ դատական վճիռները տեղի են ունենում պրոցեսները ավարտելուց նախաքննության, դատարան ուղարկելուց, դատաքննությունից հետո, բայց երբ որ դու արդեն ծանոթանում ես գործի նյութերին, որոնք հրապարակված են, գիտեք, կա ողջամտության կանխավարկած։ Եթե դրանից դուրս են գալիս, հա ամեն ինչ կարելի ասել, ես էլ տիեզերագնացեմ ու բանա, մի երկու անգամ լուսնի վրա իջել եմ, բայց տենց չի, չէ՞։ Ես տիեզերագնաց չեմ։ Հիմա այդ մարդիկ էլ ոչ թե քաղաքական հալածյալներ են, այլ մանր կամ խոշոր, հա, ընտրակաշարք բաժանողներ։ Պարոն Թոսյան, մյուս հարցին գալով, Արարատ ցեմենտը հանձնվել է Հայաստանի կառավարմանը։ Սա ընդդիմադիր դաշտի եւ ոչ միայն նաեւ քաղաքական հասարակական տարբեր շրջանակների կողմից միանշանակ չի ընդունվում եւ քննադատության է արժանանում, նշվելով, որ սա քաղաքական թույլ տվեք, իսկ ով ասաց որ միանշանակ չի ընդունվում։ Կան հակադարձություններ, կան կարծիքներ։ Չէ, շատ կարևոր է։ Ներողություն, ասում են սա քաղաքական հաշվեհարդար ու ճնշում է։ Ես հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր քաղաքական պայքարի մեջ են։ Տեսեք, ես կտրուկ համաձայն չեմ, որ պետական գույքի, այդ ապօրինի գույքի, եթե չեմ սխալվում, թե ինչ-որ քրեական գործի շրջանակներում դատարանի որոշումը հանձնել պետական կառավարմանը միանշանակ չի ընդունվել։ Շատ միանշանակ է ամեն ինչ ընդունվում, մեր ժողովրդի ճնշող ընդդիմադիր, դուք ժողովրդի մասին եք խոսում, ես ասում եմ ընդդիմադիր դաշտում եւ քաղաքական հասարակական մի շարք շրջանակների։ 2 կամ 12 լրատվամիջոցի ներկայացուցիչ կամ իրանց հետ փոխկապակցված մարդու միտքը, խոսքը, կարծիքը չի կարող ընկալվել որպես միանշանակ չի ընդունվում։ Շատ միանշանակ ընդունվում։ Ավելին, միանշանակ ընդունվում, որ դա պետք է անել վաղուց։ Անեիք վաղուց։ Ոչ, դե անում ենք։ Ինչու հիմա, երբ տեղի ունեցավ քաղաքական պրոցես, երբ Գագիկ Ծառուկյանը նորից մտավ քաղաքականություն, բազմաթիվ անգամ հեռանալուց հետո որոշում եք, որ այդ գործերը վաղուց եղել են, այդ թվում ապօրինի գույքի բռնագանձման գործը Ծառուկյանի եւ փոխկապակցված անձանց նկատմամբ կարող եք թերթել մամուլը մի 2-3 տարվա ու տեսնել, որ այդ գործը իր ընթացքով գնացել է եւ գնալու է եւ շատ այլ գործեր։ Եվ այստեղ քաղաքական process-ի մեջ մտնելը ուղղակիորեն կապ չունի։ Քաղաքական process-ը ինչ կապ ունի, եթե ասենք օրինակ այդ գործարանի սեփականաշնորհումը խախտումներով կամ օրենքի շրջանցումով է, հա, տեղի ունեցել։ Ես հիմա գործի մանրամասները չգիտեմ, բայց այստեղ շատ կարևոր է առաջի կտորը, այդ միանշանակ չընդունվելը։ Ես շատ ցավում եմ, որ օրինակ Facebook-ում գրառում արած մի քաղաքական գործչի բանը, որը ասենք ինքնուրույն կարող էր հավաքել լավագույն դեպքում 2 ձայն, ասում է դե բանա քաղաքական շրջանակները սա միանշանակ չեն ընդունում։ Քաղաքական շրջանակները դա Հայաստանի ժողովուրդն է։ Հայաստանի ժողովուրդը ոչ միայն ընդունում է, այլև մեզ մեղադրում է, որ ինչի այդ գույքի վերադարձը պետական սեփականություն, հասկանում եք, ոչ թե ինչ որ մեկի սեփականություն վաղուց տեղի չի ունեցել։ Մենք էլ լսում ենք մեր ժողովրդին եւ ավելի ինտենսիվ ենք օգտագործում իրավական գործիքները, ուրիշ ոչ մի բան։ Բայց ոնց է ստացվում, որ նախ համընկնումներ են տեղի ունենում քաղաքական հայտարարությունների հետ ընտրություններից առաջ եւ հետո ապօրինի գույքի բռնագանձման գործիքակազմը ընտրովի է։ Ընտրովի չէ, ոնց ընտրովի։ Տասնյակ գործեր կան եւ տասնյակ հաշտություններ կան, որոնք որ հետ են տրվել գույքերը։ Ամեն օր դրա մասին հաղորդագրություն է տեղի ունենում եւ ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո։ Դե Ծառուկյանի շուրջ ծավալվածին է վերաբերում։ Ինչի՞ միայն Ծառուկյանի, մինչեւ ընտրություններից առաջ Ծառուկյանի փեսայի առանձնատան գործներ եղել, որ ընտրությունների հետ բացարձակ կապ չեն եւ առաջի գործերից մեկն էր, որ Վճռաբեկ դատարանով վճռը հաստատվել է։ Մենք մոռանում ենք մի քանի ամսվա կամ կես տարվա կամ մի տարվա դեպքերը, հիշում ենք միայն այսօրվա դեպքերը, այտենց չի կարելի այսքան դա ընտրողաբար ներկայացնելն է իրականությունը եւ ոչ թե ընտրողաբար ինչ որ բաներ։ Ընտրողաբար չի ապօրինի գույքը հարյուրավոր գործեր են, որոնք որ ընթացակարգով գնում են։ Դա պատահական է ԲՀԿ առաջնորդի դեմ հարուցված քրեական գործերը, նրա կալանավորումը, այս ամբողջ process-ը Արարատ ցեմենտի Հայաստանի կառավարությանը հանձնում է։ Ոչ մի բան պատահական չի, եթե դու չես արել հանցագործություն, ու քրեական գործ չի լինում է հանցագործություն, լինում է քրեական գործ։ Հեծը, հետո Արարատ ցեմենտը։ Երկուսն էլ անցան պետության վերահսկողության տակ, կառավարման տակ։ Կարծիք կար նույն Ծառուկյանի թիմից, որ սա ուղղակի հնարավոր չէ, սա պատահական չէ եւ նաեւ սա արդյոք ունեցվածքի վերաբաշխում է։ Ում դեպի պետությանը։ Դա ունեցվածքի վերաբաշխում չէ արդեն, այդ մեկ։ Երկրորդը հեծի պատմությունը ընդհանրապես մի ուրիշ պատմություն է, այսինքն մեր ամբողջ ժողովուրդը ասում էր
այս ինչի չեն լավ կառավարում, ինչի չեն միացումները ժամանակին անում, ինչի են հավելագրումներ անում, պետությունը մտավ միջամտեց եւ այդ հարցերի միջնշող մեծամասնությունը լուծեց, դարձավ սեփականության վերաբաշխում, հակառակը սեփականության վերաբաշխումը այն է, երբ որ ինչ-որ մեկի ձեռից խլում ես, տալիս ես մեկ ուրիշին, որը իրանք են արել իրան ժամանակ։ Այդ թվում է Ծառուկյանի տարբեր Արարացեմենտի դեպքում օրինակ դատական վճիռ չկա։ Սա ստացվում որ խլել են, թե չէ։ Այդ թվում չէ, ոնց դա ժամանակավոր կառավարման տված բան է, այսինքն դա վերջնական բան չի։ Պարզապես ակտիվ է, որը դատարանը որոշել է տալ կառավարման, ոչ թե սեփականության։ Պետք չի մեկը մյուսի հետ խառնել։ Նույնը հեծի դեպքում էր։ Հեծը տրվեց էլի ժամանակավոր կառավարման, հետո հանրային գերակաշահով կամ այլ մեխանիզմներով կպետականացվի կամ այլ ձևով կդառնա, հա, պետության կողմից կառավարվող։ Չի կարելի այդ ամեն ինչը տենց բան էլի ներկայացնել, որ սենց այս երեք սենց էր, երեք իրանցներ, այսօր ձերն է, ուրեմն դուք վերցրիք իրանցից։ Հիմա իրանցից։ Ծառուկյանի դեմ տեղի ունեցածը ինչ է, քաղաքական հետապնդում է, իրավական ամբողջությամբ իրավական գործընթաց է։ Տեսեք, մենք ունենք եռամակարդակ իրավական համակարգ, հələ մի հատ է եռամակարդակ դատական համակարգ։ Մենք ունենք քննիչ, դատախազ, դատավոր, դատավորներն էլ 3 մակարդակի առաջի այցան վերաքննիչ եւ վճռաբեր։ Ամբողջ ընդդիմադիր դաշտ ասում է դա ձեր վերահսկողության տակ է, հրահանգ եք։ Բա օրինակ ինչ են ոմանց նորից ազատում տուն։ Օրինակ Վարդան Ղուկասյանին ինչի թողեցին տնային կալանքի, կարակ ինձ ասեք, եթե տենց ամբողջությամբ մեր վերահսկողությունը։ Բացառիկ նվիրյալներ են նրանք, այն որոշում կայացնողները։ Դե այսինքն իրանց ձեռնտու որոշում է կայացնում, դրանք բացառիկ նվիրյալներ են, ով այլ որոշում է կայացնում, դրանք բանը մեր կողմից կառավարվող դատավորներ, դատախազներ եւ քննիչներ, իրականությունը հակառակն է, որ մենք ուզում ենք ունենալ հնարավորինս անկախ դատա իրավական համակարգ, որը կքննի գործեր, որոնք ունեն հիմք եւ չի քննի գործեր, որոնք որ չունեն հիմք, եւ մարդիկ էլ կստանան պատիժ, եթե գործել են հանցագործություն, եւ չեն ստանա պատիժ, եթե չեն գործել հանցագործություն։ Վերջին հարցը Ծառուկյանի տունը կդառնա ծերանոց, թե չէ։ Ինչ որ Ծառուկյանի տունը չգիտեմ, բայց Ծառուկյանի Փեսայի նախկին առանձնատունը, որը պետականացվել է, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի այդտեղ փորձենք ծառայություններ մատուցել ցերեկային կամ շուրջօրյա կարիք ունեցող մեր քաղաքացիների համար։ Բա ինչու ոչ Ծառուկյանինը։ Որտեղ Ծառուկյանինը դեռևս որևէ գործընթաց չկա Ծառուկյան տան վերաբերյալ։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան։